Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ բնականաբար մենք զրուցելու ենք առողջության մասին։ Այսօրվա թեմաները միանգամից երկուսն են, փորձելու ենք հասկանալ ինչ կապ կա քաղցկեղի բուժման եւ բերանի խոռոչի հիգիենայի միջեւ։ Առաջին հայացքից ոչ մի, մեկը հիգիենիկ, մեկը ծանր հիվանդություն եւ բուժման մեթոդներ, բայց իրականում սրանք իրար հետ կարող են ունենալ բավականին լուրջ կապ։ Թե ինչպիսի կհասկանանք դիտելով մեր այսօրվա առաջին տեսանյութը, հետո արդեն զրուցելով մասնագետի հետ։ Գնացինք։ Քաղցկեղի դեմ պայքարը սկսվում է ոչ թե ուռուցքաբանական բաժանմունքում, այլ ատամնաբուժարանում։ Այս առաջին հայացքից տարօրինակ գաղափարի իրական նշանակությունը պացիենտների մեծամասնությունը բացահայտում է արդեն բուժման ընթացքում, երբեմն ցավոք արդեն ուշացած։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2024 թվականին հրապարակված տվյալները փաստում են, գլխի եւ պարանոցի հատվածում ճառագայթային թերապիա ստացող պացիենտների գրեթե 100%-ը բախվում է բերանի խոռոչի բարդությունների, հիվանդագին չորությունից ու վերքերից մինչև ատամների ոսկրային հյուսվածքի վնասում։ Քիմիաթերապիայի առաջին իսկ կուրսից հետո բուժառուների 40%-ի մոտ ի հայտ են գալիս սուր խնդիրներ։ 70%-ի մոտ զարգանում է մուկոզիտ, լորձաթաղանթի ծանր բորբոքում, որը հաճախ դառնում է բուժումը հետաձգելու եւ հիվանդանոցում ավելի երկար մնալու հիմնական պատճառը։ Ստեղծվում է փակ շղթա, քաղցկեղի բուժման հետևանքով բերանի խոռոչում առաջացած ցավը դժվարացնում է հիգիենայի պահպանումը։ Իսկ հիգիենիկ վատ պայմաններում ինֆեկցիաների ռիսկը մեծանում է 3 անգամ։ Թուլացած օրգանիզմի համար դա այլևս սովորական բորբոքում չէ, այլ նոր մարտահրավեր առողջությանը։ Մինչդեռ բուժումը սկսելուց առաջ ընդամենը 1 այցն ատամնաբույժին կարող է կիսով չափ կրճատել վտանգավոր բարդությունները։ Դե ինչ հարգելի հեռուստատիտողներ, դիմավորենք մեր այսօրվա հյուրին, իսկ իմ հյուրն է բժիշկ ստոմատոլոգ Աստղիկ Տիգրանյանը, դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Եվ այսպես մենք այսօր խոսելու ենք քաղցկեղով տապող հիվանդների մոտ բերանի խոռոչի խնամքի առանձնահատկությունների մասին։ Այո։ Ունեք այդպիսի բուժառուներ։ Այո, ցավոք սրտի կամ ուրախություն ունեմ։ Ցավոք սրտի, որ ունեն քաղցկեղ, Այո, ուրախություն, որ ունենալով քաղցկեղ չեն մտածում միայն քաղցկեղի բուժման մասին, այլ նաև մտածում են բերանի խոռոչի խնամքը չմոռանալու, պահպանելու մասին։ Միանշանակ։ Գնացինք խոսենք։ Եվ այսպես իրականում շատ կարևոր թեմա ենք քննարկում, թեմա, որը անպայման պետք է տեղեկացված լինի ցանկացած հիվանդ, որը ունի նման խնդրեմ։ Սա խոզանակ է։ Այո, Շատ յուրահատուկ։ միանշանակ այս պարագայում ես կփրկի նման խոզանակով աշխատելը եւ պացիենտին խորհուրդներ տալ, թե ինչպես իր հիգիենային պիտի հետևի։ Լավ, եկեք նախ եւ առաջ փորձենք կապը հասկանալ, ինչի որոշեցինք քաղցկեղը ու բերանի խոռոչը հիգիենան կապել իրար։ Այո։ Ցավոք սրտի այն պահից, երբ որ բուժառուն սկսում է բուժվել քիմիոթերապիայով եւ ճառագայթային բուժման է անցնում, մենք ունենում ենք բերանի խոռոչում 5-ից 10 օրվա ընթացքում արդեն խնդիրներ։ Լորձաթաղանթի բորբոքվածություն եւ քսերոստոմիա կոչեցյալը, որ առաջացնում է բերանի խոռոչում չորություն։ Եկեք ի սկզբանե պատկերացնենք, որ խոսքը չի վերաբերում բերանի խոռոչի ուռուցքներին։ Այսինքն մենք չենք խոսում հենց այդ տեղակայմամբ, այդ զոնայում գտնվող ուռուցքներին, ու ճառագայթումը դիցուկ էստեղ չի արված, քիմիոթերապիան լոկալ այս հատվածներում չի, կարող է ցանկացած օրգան համակարգի հատվածում մենք ունենանք բուժում, քաղցկեղ եւ բուժման հետևանքով մենք ունենանք արտահայտությունները բերանի խոռոչում արդեն իմունային համակարգի, այսպես ընկճվածության, քանի որ բերանի խոռոչում էպիթելիալ հյուսվածքների բջիջները արագ են զարգանում, դրա անդադ էպիթելիային շերտը փոփոխության է ենթարկվում, քիմիոթերապիայի ժամանակ այդ բջիջները ընկալվում են որպես քաղցկեղածին բջիջներ եւ այդ իսկ պատճառով ազդեցությունը ընկալվում է բջիջների վրա եւ առաջանում է թե բորբոքում եւ գնալով բորբոքումը վերածվում է խոցերի։ Այո, այդ խնդիրը կա նաև մեր մոտ գինեկոլոգիայում, քիմիոթերապիա ստացող հիվանդների մի զգալի մասը ունենում է նաև գինեկոլոգիական խնդիրներ, համընթաց իրենց բուժմանը, բայց այսօր դրա մասին չէ, այսօր մենք խոսում ենք բերանի խոռոչի մասին։ Ես միշտ ասում եմ, քիմիոթերապևտները վերջի վերջո նրանք աշխատում են
այդ ուղեցույցերով, բայց լավ քիմիոթերապևտը նաև գիտի թե ինչ ուղեկցող հիվանդություններ, ինչ ուղեկցող խնդիրներ կարող են հիվանդի մոտ առաջանալ եւ միշտ խորհուրդ է տալիս թե ինչ անել, ոնց դրանք կանխարգելել, դեղամիջոցներ, մասնագետներ եւ տվյալ պարագայում նաև իհարկե բերանի խոռոչի մասին։ Լավ, ավելի պարզ ձևով փորձենք բացատրել։ Ինչ է նկատում բուժառուն։ Բերանի շուրջ հյուսվածքը սկսում է այտուցվել, առաջանում են ճաքեր, եթե ունենք սերեքտոմի, այսինքն քարտադրության քիչ լինելը, բերանը չորանում է եւ ուզի հիվանդը չի կարողանում նորմալ բացել բերանը եւ թե սնունդը ուտելիքը գերակուրը վերքեր են առաջանում, միանշանակ։ Ավելի պարզ բացատրել։ Այո, վերքեր են առաջանում, բայց հնարավոր է այնպես անել, որպեսզի չհասնենք վերքերի։ Այտուցը կա եւ համապատասխանաբար բերանի խոռոչը հիգիենային հետևելով չհասնենք արդեն վերքերի։ Որ օրը 2 անգամ պարտադիր բուժառուն մաքրի իր ատամները, բայց այստեղ մեզ օգնության է հասնում ավելի նուրբ, ավելի փոքրիկ խոզանակները, որոնք քանի որ արդեն դժվարանում է բերանը բացել եւ մաքրել պացիենտը, օգնության են հասնում այս մեր փոքրիկ խոզանակները եւ միայն վաճառում են դեղատներում, այսինքն խանութներում եւ այլ վայրեր չէ։ Խոզանակների վրա միշտ գրած է կոպիտ, միջին, փափուկ, որն են ընտրում։ Առաջինահերթ փափուկը։ Այստեղ միայն փափուկը։ Միայն եւ միայն փափուկը, որովհետեւ երբ որ լորձաթաղանթը արդեն վնասված է լինում քիմիոթերապիայի պատճառով, մենք պետք է ունենանք պարտադիր փափուկ մազածածկույթով խոզանակները, որպեսզի եւս ավելի տրավմայի ենթարկենք մենք բերանի լորձաթաղանթը։ Նաև ուշադրություն ենք դարձնում մածուկներին, շատ կարևոր են մածուկները, որպեսզի նրանք չպարունակեն սուլֆատ կոչեցյալը։ Սրանք օրինակ հանում ենք, սրանք չենք օգտագործում։ Եթե վերցված է փափուկ մազիկներով կարելի է, եթե այս տեսակը ավելի լավ է ուղղակի։ Միանշանակ սա ավելի լավ է։ Ինչու համար, որովհետև երբ որ պացիենտը կարողանում է մաքրել ատամները, այն մասը, որտեղ որ հնարավոր է եւ սկսվի եւ կարիեսը եւ լնդային բորբոքումը, ամենալավը այս փոքրիկ խոզանակներն են աշխատում։ Իսկ ինչու ոչ թել։ Թելով եթե կկարողանա բուժառուն ճիշտ մաքրել թելով եւ չվնասի վնասելու ռիսկը բավականին շատ է, այո, միանշանակ։ Եվ նաև հասկանանք, որ բերանը հնարավոր չի ամբողջությամբ լավ մեծ բացանել, իսկ թելիկը մենակ հնարավոր այն դեպքում, երբ որ բերանի խոռոչը նորմալ կարողանում ենք բացել։ Հետ գանք մածուկին, ինչ մածուկ ենք ընտրում։ Մածուկը ընտրում ենք, ուրեմն պիտի չունենա հղկայնությունը բարձրացնող մեջի մասնիկները, այսինքն չպիտի լինի սպիտակեցնող եւ այդ հղկվածություն առաջացնող մասնիկները լինեն 0-ից մինչև 70 աստիճանի, մածուկների վրա դա միշտ գրված է լինում։ SDI-ը կոչվում, դա պիտի անպայման ուշադրություն դարձնենք դրան, որ դա լինի 0-ից 70-ի։ Քանի որ այդ ընթացքում նաև չոր բերանի պատճառով առաջանում է կարիեսներ եւ այլն, պիտի ֆտոր պարունակի պարտադիր, որպեսզի պաշտպանիչ շերտ, այսպես կարելի ասել, ստեղծվի ատամների վրա։ Ողողումները շատ թույլ սոդայով ողումներ կարելի անել, ալկոհոլ չի պիտի պարունակի։ Մեկ բաժակ ջրին կարելի է ավելացնել կես թեյի գտալ սոդա եւ դրանով ողողել։ Իհարկե ցանկացած պարագայում ճիշտ կլինի անհատական մոտեցում։ Մենք ողողումների համար պատրաստի հեղուկներ նույնպես վաճառվում են, եթե կարող ենք, այո, սպիրտ չի պիտի պարունակի մեծամասամբ կա։ Այսինքն դրանցից հրաժարվում ենք միանշանակ։ Սուլֆատ պարունակող ցանկացած բերանի խոռոչի ողողման հեղուկ կլինի, թե կլինի մածուկները, հրաժարվում ենք, քանի որ սուլֆատը չորացնում է։ Ինքը ճիշտ է, փրփռում է, մեր մոտ տպավորությունը այնպեսին է, որ ինքը ավելի լավ է մաքրում բերանի խոռոչի ատամները, բայց ինքը չորացնող հատկություն ունի, որը որ մեզ տվյալ պարագայում հակացուցված է։ Այսպես կոչված իրիգատորները։ Իրիգատորները, եթե ճիշտ կարողանում են օգտագործել եւ թույլ այդ շիթը օգտագործվի, կարելի է։ Դրանք կարելի է։ Ինչ չի կարելի։ Սննդի հետ կապված ինչ որ։ Սննդի հետ չի կարելի կծուցը, თუ այսինքն գրգռող բաները, աղի կծուցը, თუ նմանատիպ բաները չի կարելի օգտագործել։ Ողողումները պարտադիր, օրը 2-3 անգամ ողողումները արվում է, չի կարելի օգտագործել նաև շաքար պարունակող թե ծամոններ կլինեն, թե քաղցրեղեն կլինի, գոյություն ունեն
սառնաշաքարներ, որոնց մեջ պարունակվում է հատուկ նյութ, որը որ քարտադրությունը բարձրացնում է։ Իսկ մեր տվյալ պարագայում պետք է որ քարտադրությունը մեր մոտ բարձրանա։ Այսինքն բացի այն որ կարող է պացիենտը օրվա մեջ անընդհատ կում ջուր խմելուց վատ բան չէ։ ծամոն, բայց եթե ինքը շաքար չի պարունակում, այո։ Միանշանակ դա խթանում է քարտադրությունը։ Այսինքն ծամոնը լավ է։ Ծամոնը լավ է, եթե շաքար չի պարունակում, այո։ Կան կոնֆետներ, եթե չեմ սխալվում, որոնք իրենց մեջ պարունակում են քսիլիտ կոչվող նյութ, չէ՞, եւ դրանք հիմա այսպես գովազդվում են, որ այ երեխաներին, որոնք սիրում են կոնֆետներ, բայց դուք վախենում եք կարիեսից, կարող եք տալ քսիլիտով կոնֆետներ, որոնք պաշտպանում են կարիեսից, բայց նաեւ երեխան։ Այստեղ երեխա չի, բայց այնուամենայնիվ նույն մեխանիզմը կարող է։ Նույն մեխանիզմը, քանի որ քարտադրությունը ավելացնում է եւ մեզ տվյալ պարագայում դա միանշանակ համաձայն եմ։ Եթե արդեն առաջացել են վերքեր, ինչ են անում։ Այդ պարագայում դե իհարկե հիգիենանորից նույնպես այո, գալիս են արդեն թե այդ պարագայում դեղորայքային բուժումը նշանակվում ստոմատոլոգի կողմից եւ նաեւ կա լազերային, բայց շատ թույլ լազերային բուժումը կոչվում։ Լորձաթաղանթի վերականգնման համար է արդեն օգտագործվում։ Բայց չէ՞ որ լազերը սկզբից քայքայում է, հետո նոր։ Շատ թույլ լազերն են, դրանք հատուկ չի մեծանա վերքային մակերեսը գոնե ժամանակավորապես։ Չէ։ Եվ այդ ռեգեներացիան վերականգնումը դա արվում է շատ թույլ լազերով, շատ երկար ժամանակով եւ շատ կարճ ժամանակահատվածներում։ Եթե ունենք ատամնացավ, եթե ստանում ենք քիմիոթերապիա եւ եթե ունենք, չգիտեմ, կարիես, բուժումները հակացուցված են, որովհետեւ շատ հաճախ օրինակ բուժառուն ասում է, գիտեք, ատամների հետ խնդիրներ ունեմ, ինչ անեմ, գնամ սկզբից ատամներս բուժեմ, հետո միանշանակ պետք է որ առաջին անցնի ստոմատոլոգի մոտ, այսինքն եթե ինչ որ բաներ կան, բնականաբար բուժվի եւ հետո նոր անցնեն քիմիոթերապիա, բայց ինչ պատճառներով եթե չեն կարողացել այդ ամեն ինչը անել, այո, բնականաբար չեն կարող այդպես թողել։ Պիտի ատամը բուժվի։ Այսինքն համապատասխան միջոցառումներից հետո մեզ խանգարում է այնքանը, որ բերանը չի կարողանում նորմալ պացիենտը բաց անի։ Եվ երևի վերականգնողական ժամանակն է ավելի երկար։ Ավելի երկար կարիեսի պարագայում ոչ, բայց մնացած այսինքն արդեն լորձաթաղանթի պարագայում այո, մի քիչ ավելի երկարում է ժամանակը, հաշվի առնելով իմունիտետի վատ վիճակը։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստատողներ, ես կարծում եմ, որ մենք որոշակի ձեզ տեղեկատվություն տրամադրեցինք, այսինքն հուշեցինք, բացատրեցինք, որ եթե դուք անցնում եք ձեր կյանքի ամենաբարդ էտապներից մեկը, եթե ձեզ մոտ ախտորոշվել է չարորակ նորագույցություն, դուք վիրահատվել եք կամ նախավիրահատական կամ հետվիրահատական, դուք պետք է ստանաք քիմիոթերապիա, ապա ամենայն հավանականությամբ դուք կարիք եք ունենալու նաև ստոմատոլոգի խորհրդատվության եւ օգտագործեք այն միջոցները, որ ձեզ կնշանակեն, որովհետեւ ամենայն հավանականությամբ ձեզ մոտ կարող են առաջանալ խնդիրներ ձեր բուժման ընթացքում եւ կանխարգելելը միշտ ավելի հեշտ է, քան հետևանքները բուժելը։ Շնորհակալություն, Աստղիկ Տիգրանյանն էր, ստոմատոլոգ այսօրվա մեր հյուրը, եւ մենք խոսում էինք քիմիոթերապիա ստացող բուժառուների մոտ ստոմատոլոգիական խնդիրների մասին։ Մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք հաղորդումը, ծնողների դպրոցն է մեր եթերում եւ իմ հյուրն է այսօր մանկաբույժ Գայանե Հովհաննիսյանը, դիմավոր ենք բժշկուհուն ողջույն։ Ողջույն։ Մենք խոսում ենք ինչպես միշտ փոքրիկների մասին, իսկ փոքրիկները ունենում են երբեմն լակտոզի անտանելիություն։ Ինչ է իրենց ներկայացնում լակտոզի անտանելիությունը։ Նախ նշենք ինչ է իրենից ներկայացնում լակտոզը, դա կաթնաշաքարն է, այսինքն կաթնասունների կաթի մեջ գտնվող շաքարը, որ իրենից ներկայացնում է գլյուկոզայի եւ գալակտոզայի համակցություն։ Եվ պետք է նշել, որ կաթնաշաքարը ճեղքման է ենթարկվում աղեստամոքսային տրակտում, հատկապես բարակ աղիներում, եւ ֆերմենտ կա, որի անունն է լակտազա, եւ լակտազա ֆերմենտի ազդեցությամբ լակտոզան կոպիտ ասած մարսվում է։ Եվ եթե ունենք լակտազա ֆերմենտի հետ կապված խնդիրներ, հետեւաբար կունենանք լակտոզայի նկատմամբ անտանելիություն, ինչի մասին այսօր խոսել ենք։ Ավելի պարզ լեզվով դա կաթի հանդեպ անտանելիությունն է։ Այսինքն այն երեխաները, որոնք կաթը չեն կարողանում տանել, այսինքն ոչ թե չեն սիրում են, որ տանել չեմ կարող կաթը, այլ ուղղակի ֆիզիկապես նրանք ունեն խնդիր, նրանք անվանում ենք խումբ երեխաների, որոնք ունեն լակտոզի անտանելիություն։ Հիմնականում դա ֆիզիոլոգիական, անցողիկ լակտոզային անտանելիություն է, որովհետև սխալ կարծիք կա, որ դա իսկական լակտոզի անտանելիությունն է, նշանակում են բուժումներ, բայց դա անցողիկ process է եւ ուղղակի պետք է համբերել։
Լավ, ո՞նց ենք իմանում, այսինքն ինչպես է դրսևորվում։ Իդեպ խոսքը վերաբերում է միայն կաթին, թե դա կարող է լինել մածունը, դա կարող է Խոսքը վերաբերում է կաթի եւ կաթից պատրաստված սննդամթերքին, բայց պետք է նշել, որ կաթնաթթվային սննդամթերքը երեխաները, ովքեր ունեն լակտոզի նկատմամբ անտանելիություն, բավականին լավ մարսում են։ Այսինքն, որն է կաթնաթթվային սննդամթերքը։ Կեֆիրն է դա մածունն է, եւ յոգուրտները տարբեր տեսակի, այո։ Իրենք ավելի լավ են տանել։ Մասին պանիրը մտնում է։ Պանիրը կաթնաթթվային պրոդուկտների շարքին չի դասում։ Չէ, նկատի ունեմ պանիրը նույնպես անտանելիություն է տալիս։ Համաձայն գրականության, այո։ Այո, այսինքն այս երեխաների բավականին սննդակարգը սահմանափակվում է, այսինքն իրենց ընդհանրապես չի կարելի տալ։ Չէ, նախ ուզում եմ նշել տեսակները լակտոզային անտանելիության, որից ելնելով արդեն պարզ կլինի, թե որ դեպքում կունենանք այսպես շատ խիստ արտահայտված լակտոզի նկատմամբ անտանելիություն։ Նախ առաջին դա առաջնային լակտոզին անտանելիություն է, որը ապացուցվել է, որ որոշակի ռասայական խմբերի մոտ է առկա, 2 տարեկանից հետո կարող է դրսևորվել կամ ավելի մեծ տարիքում։ Մյուսը երկրորդային լակտոզի նկատմամբ անտանելիություն է, որի պատճառը հանդիսանում են կրած աղիքային վարակները, հատկապես երեխաների շրջանում, ինչպես նաև աուտոիմուն բորբոքային հիվանդություններ, բոլոր այն վիճակները, որոնք ախտահարում են բարակ աղիները։ Եվ կա արդեն մի մեծ խումբ հազվադեպ հանդիպող գենետիկ ժառանգական լակտոզի նկատմամբ անտանելիություն է, որը գրականության բավականին հազվադեպ է հանդիպում։ Ոնց է դրսևորվում, այսինքն երեխան կաթ խմեց, ինչ է լինում։ Կլինիկական նշանները շատ տարբեր են եւ ոչ սպეციფիկ, դրա համար շատ ժամանակ դժվար է լինում նաեւ ախտորոշելը։ Հիմնական կլինիկական ախտանիշները դրան կարող են լինել փորացավեր, դիարեա կամ լուծն է, դա կարող է լինել սրտխառնոցի տեսքով, ինչպես նաեւ երբեմն դա կարող է ուղեկցվել նաեւ թուլությամբ, անհանգստությամբ եւ մեծ քանակով գազերի արկայությամբ աղեստամոքսային տրակտում։ Միշտ չէ, որ մեկ բաժակ կաթից հետո երեխան կարող է ունենալ նշված կլինիկական նշանները։ Դա կախված է թե լակտազա ֆերմենտի քանակությունը եւ պակասը ինչքանով է արտահայտված։ Երբեմն կլինիկական ախտանիշները վերոնշյալ ի հայտ են գալիս ոչ թե մեկ բաժակ կաթից, այլ 2 կամ 3 բաժակ կաթ խմելուց հետո։ Այսինքն մեկ բաժակ կաթը հանգիստ շատ հաճախ, այո, մեկ բաժակ կաթ խմելուց հետո սկսում են արդեն կլինիկական նշաններ։ Եվ մեզ բժիշկներից հատկապես մանկաբույժների շատ հուշող է անամնեզը, եւ երբ որ ծնողը սկսում է պատմել, միշտ նշում է ընտանիքի անդամներից մեկը ունի լակտոզայի նկատմամբ անտանելիություն։ Լավ, այնուամենայնիվ ունենք ինչ որ կոնկրետ անալիզ, որ գնա երեխան հանձնի եւ մենք այդ ախտորոշումը հստակ դնենք, թե մոտավորապես գլխի ենք ընկնում ըստ ախտանշանների։ Ինչպես նշեցի, առաջինը դա անամնեզն է, քանի որ ախտանշանները սպეციფիկ չեն, ախտանշանները երկրորդային դեր են խաղալու նման դեպքում եւ կա ջրածնային շնչառական տեստ, որի միջոցով կարելի է որոշել արտաշնչված օդում ջրածնի քանակով կարելի է որոշել արդյոք կա լակտազա ֆերմենտի անբավարարություն թե ոչ։ Իդեպ դա նույնը անում են մեծահասակների համար։ Եվ ավելի ինվազիվ պրոցեդուրաներից է միջամտությունները հանդիսանում աղիների բիոպտատները եւ տարբեր տեսակի այլ հետազոտություններ, որոնք մանկական ավելի հավաստի են իրականում, ավելի հավաստի են, բայց ավելի տրավմատիկ եւ հաստատ դրա կարիքը չկա եւ կարող է արդյոք տարիների ընթացքում դա անցնի։ Տարիների ընթացքում ինքը ոչ թե անցնում է, այլ բուժառուն սկսում է սովորել սնունդը օգտագործել համապատասխան ձևով։ Ավելի շատ շեշտը դնում են, ինչպես նշեցի, կաթնաթթվային պրոդուկտների վրա եւ ժամանակի ընթացքում իրենք կարողանում են հասկանալ մեկ բաժակ կաթից է իրենց մոտ լինելու խնդիրը, թե երկրորդից եւ սկսում են օգտագործել այս մեկ բաժակ կաթը կամ մեկ պաղպաղակ ուտելուց կարող է չլինել, երկրորդից լինել եւ իրենք կարողանում են կարգավորել իրենց կյանքի որակը եւ սննդակարգը։ Պաղպաղակը կարծում եմ այստեղ ամենադաժանն էր, հատկապես երեխաների համար, ամառվա երեխաներին, իրականում բարդ է։ Բարդ է միշտ երեխաների հետ աշխատել, այնինչ անում են մանկաբույժները, ես միշտ ասում եմ, ես մանկաբույժ հաստատ չէի կարողանա աշխատել, որովհետև եթե երեխան գար նստել լացեր, այստեղ է ցավում, շատ ավելի բարդ կլիներ, քան մեծահասակների հետ։ Ապրեք դուք, իսկ դուք մնացեք մեզ հետ ու հետևեք ձեր երեխաների առողջությանը եւ խնամքին։ Եղիր առողջն է Հանրայինի եթերը։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Այսօր խոսելու ենք բրիլյանների մասին։ Ուզում եք իմանալ, թե ինչպես է ծերանալու ձեր դեմքը։ Դրա համար պետք է իմանալ ձեր դեմքի մորֆոտիպը։ Այն ցույց է տալիս, թե տարիների ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունենալու։ Բրիլյանների առաջացման պատճառները բազմագործոնն են։ Առաջինը դա ճարպային ատրոֆիան է։ Ճարպային շերտը տարիների ընթացքում ենթարկվում է փոփոխությունների, որոշ հատվածներում դատարկվում է, որոշ հատվածներում կուտակվում, փոփոխության են ենթարկվում ճարպային պարկերը, կարծես առանձնանում են եւ գրավիտացիոն ուժի ազդեցության տակ կախվում։
Դրա հետևանքով էլ հենց առաջանում են քիչ շրթունքային ծալքը, աչքերի տակ փոսը, միջին երրորդականի կախվածությունը, օվալի խախտումը եւ բրիլյաները։ Երկրորդ գործոնը դա մկանային կապանների թուլացումն է։ Երիտասարդ տարիքում հյուսվածքները պահվում են կապանների միջոցով եւ գնալով այդ կապանները թուլանում են, հյուսվածքները թուլանում եւ իջնում են ներքև։ Երրորդ գործոնը դա խորքային մկանա ապոնևրոտիկ շերտն է, որը պատասխանատու է դեմքի կարկասի համար։ Տարիների ընթացքում այն կորցնում է իր տոնուսը եւ դեմքի ստորին հատվածը կարծես սահում է ներքև։ Եվ վերջապես չորրորդ գործոնը ոսկրային հենքի փոփոխությունն է։ Եվ այս բոլորի հետ մեկտեղ փոփոխության է ենթարկվում նաև մաշկը։ Դադարում է կոլագենի եւ էլաստինի սինթեզը, որակազրկվում է մաշկը եւ բնականաբար թուլանում է եւ կախվում։ Ինչպես էսթետիկորեն վերացնել բրիլյաները։ Դրանց բուժումն էլ ենթադրում է ամբողջ դեմքի ճիշտ անատոմիական տվյալների գնահատում եւ դրանց առաջացման պատճառների վերացում եւ ոչ թե տեղային շտկում։ Բուժումը կախված է տարիքից, մաշկի որակից, մորֆոտիպից, ճարպային շերտի հաստությունից եւ կախվածության աստիճանից։ Ոչ վիրահատական մեթոդներից են բիոստիմուլյատորների, կոլագենոխթանիչների եւ ֆիլերների կիրառումը։ Հարկավոր է նշել, որ այս դեպքում պետք չէ աշխատել հենց բրիլյաների վրա, այլ պետք է աշխատել ավելի խորքային կապանների տակ եւ դեմքի լատերալ հատվածում։ Երբ բրիլյաների արտահայտվածությունը շատ է, ապա այս դեպքում պետք է դիմել վիրաբուժական միջամտության, այնպես որ լավագույն արդյունք ստանալու գրավականը խնդրի ճիշտ գնահատումն է եւ բուժման ճիշտ մեթոդի ընտրությունը։ Շարունակում ենք հաղորդումը եւ ժամանակն է սնվելու։ Սնվում ենք հաճույքով եւ մնում ենք առողջ, սա մեր գաղափարախոսության հիմքն է, որովհետեւ առանց սննդի մարդը չի կարող գոյատևել, բայց սնունդը պետք է լինի հաճույլի եւ առողջարար։ Մեզ այդ գործում միշտ օգնում են մեր մասնագետները, այսօր էնդոկրինոլոգ Հասմիկ Հայրապետյանն է մեր հյուրը, ողջույն դժգույ, եւ իհարկե մեր խոհարարը Նարինե Ալեքսանյանը ամեն անգամ մեզ զարմացնում է իր համեղ սննդատեսակներով։ Այսօր խոսում ենք շաքարային դիաբետի մասին։ Կարծում եմ, որ դիաբետ ունեցող մարդիկ նրանք ամեն ինչ գիտեն, ինչ պիտի ուտեն, ոնց պիտի ուտեն, երբ պիտի ուտեն, ու մեկ-մեկ մտածում եմ, արժի արդյոք այս թեմային անդրադառնալ, թե չէ, բայց ամեն անգամ պարզվում է, որ կան փոքրիկ, այո, բաեր, որոնք բոլորին չէ, որ հայտնի են։ Մեզ այսօր անհրաժեշտ է կանաչ լոբի պահածոյացված ընդամենը 100 գրամ, չերի լոլիկ 100 գրամ, ավոկադո կես հատ, կարմիր սոխ կես գլուխ, ծիթայու 50 մլ, մանանեխ 20 գրամ, սպիտակ քացախ 20 մլ, սամիտ եւ աղ։ Ընդամենը այսքանը, քանի րոպե մեզ անհրաժեշտ է ամենից 5 րոպե։ 5 րոպե։ Իսկ ինչ կարող եք մեզ 5 րոպեի ընթացքում պատմել։ Հետաքրքիր։ Շատ բուժառուներ կարծում են, որ չի կարելի դիաբետի դեպքում միրգ ուտել, չի կարելի բրինձ ուտել, պետք է միայն հնդկածավար ուտել, մեղրը օգտակար է օրինակ, իսկ շաքարավազը ոչ, այո, շատ դիաբետիկներ կարծում են այդպես, բայց այս բոլորը միֆեր են։ Մեղր չկարելի։ Չի կարելի, որովհետև համարժեք շաքար է պարունակում։ Հիմա գիտեք, դուք մի քիչ ոչ այնքան ազնիվ բան ասեցիք։ Դուք ասում եք մրգեր կարելի է, բայց դուք այնքան եք սահմանափակում, այն մի քանի հատիկ խաղող։ Այո, բայց ամեն դեպքում չենք բացառում եւ խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսի մրգեր, որոնք շատ պտղամիս ունեն, որպեսզի շաքարը կտրուկ չբարձրանա։ Ձեր ասած հենց խաղողը, օրինակ, շատ խորհուրդ չենք տալիս, այդ թվում ձմերուկը եւ սեխը, հա, քանի որ դրանց գլիկեմիկ ինդեքսը բարձր է, քանի որ հեղուկը շատ է, պտղամիսը քիչ։ Խնձոր։ Կարելի է։ Մնացածը բոլորը կարելի է, բայց չափի մեջ եւ օրվա ցանկալի է ավելի առաջին կեսին, հա, եւ հիմնական սննդընդունումից հետո, որպեսզի կտրուկ շաքարի բարձրացում մենք չունենանք։ Ու նաեւ շատ ցանկություն էլ չունենանք, չէ՞, շատ ուտելու։ Իհարկե։ Թաքնված շաքար կա նման բան մեր սննդատեսակների մեջ։ Մարդը ասում է, ես շաքարը ընդհանրապես չեմ օգտագործում։ Ինչի մեջ կա շաքար։ Շաքար գրեթե ամեն ինչի մեջ կա, անգամ հացի մեջ են օգտագործում, շաքար պահածոների մեջ են օգտագործում, կապ չունի, անգամ տնային պահածոների մեջ օգտագործվում է։ Հյութերը ամբողջովին շաքար են, հյութերը չեն խրախուսվում հատկապես դիաբետի ժամանակ, առհասարակ հյութերը ցանկալի չեն։ Դա գունավոր
շաքարաջուրը, նույն ինչպես մուրաբաները, դրանք գունավոր շաքարաջուր են, շաքարահեղուկներ են, եւ համոզված եղեք, որ դուք ձեր երեխաներին ոչ մի օգտակար սննդատեսակ չեք տալիս, երբ մատուցում եք նույն մուրաբանները, նույն այդ հյութերը, խոսքը չի վերաբերում թարմ խամած հյութերին, այդտեղ կարելի է մի քիչ հասկանալ։ Բայց ոչ դիաբետիկներին։ Ոչ դիաբետիկներին։ Բնականաբար։ Գնացինք առաջ։ Վարսակ։ Դասական, դե ինչ ուտենք, դե վարսակ երեք։ Վարսակի ընտրության դեպքում միշտ սննդակարգը պետք է լինի բազմազան։ Այսինքն ամեն օր առավոտյան ուտել վարսակ կամ օրվա այլ ինչ-որ մի ժամի դա նորմալ չէ։ Պետք է անգամ այդ հատիկեղենը, հա, ամբողջ հատիկները, հացահատիկեղենը օգտագործել բազմազան, ամեն օր տարբեր տեսակի, հա։ Վարսակի դեպքում ընտրությունը դանդաղ եփվող, երկարատև եփվող տարբերակի վրա, այն խոշոր փաթիլների, որպեսզի ինքը դանդաղ ներծծվի, դանդաղ մարսվի, հետևաբար նաև շաքարը կտրուկ չբարձրանա։ Շաքարային դիաբետի սննդակարգի մեջ հիմնական կետը դա է, որպեսզի սնունդը արագ չներծծվի։ Անգամ մյուս հացահատիկեղենը պատրաստելիս մենք խորհուրդ ենք տալիս, որ հատիկը նույն հնդկաձավարը բրինձը ամբողջովին չբացվի եւ այսպես փուխր չլինի, հա, այլ հատիկը ամբողջական պահպանված լինի, որպեսզի դանդաղ ներծծվի եւ կտրուկ գլյուկոզայի բարձրացում չունենանք։ Իսկ եթե սիրտս տորթ է ուզում, ինչ կարող ենք անել։ Նայն կարող ես շաքարային դիաբետով տապող մարդու համար տորթ պատրաստել։ Իրականում կան տարբերակներ, երբ որ պատրաստում են առանց շաքար եւ առանց ալյուր անգամ, բայց դրանք շատ ժամանակատար process-ներ են։ Դրանք կան, դրանք գոյություն ունեն։ Շաքարի փոխարինիչներով են հիմնականում։ Այո, ես դրա բաղադրատոմսերը ունեմ, կտամ քեզ, իրար հետ կնայենք ու արի հաջորդ հաղորդումներից մեկի ժամանակ հենց այդպես շաքարային դիաբետով տառապողների համար տորթ պատվիրենք, տորթ եք ուզում մենք սարքենք, կտեսնեք, դուք էլ կսովորեք, թե ինչպես կարելի է դա իրականացնել։ Ասում են էնդոկրինոլոգներ ճարպոտ ձուկ են խորհուրդ տալիս։ Ու այստեղ առաջին հայացքից ոնց ճարպոտ ձուկ, շաքարային դիաբետ Իրականում օգտակար ճարպեր են պարունակում, հա, օմեգա 3-ի շարքն է ձկնատեսակներում, դե հատկապես ծովային տարբերակի, հա, ոչ բոլոր ձկների մասին է խոսքը։ Օմեգա 3-ի հաշվին, հա, այդ լավ ճարպաթթուների հաշվին եւ խոլեստերինի մակարդակն է կարգավորվում, դրանք անոթների վրա են լավ ազդում եւ շաքարային դիաբետի դեպքում ինչու ոչ նաեւ շաքարի ցանկացած ճարպային սնունդ ինքը շաքարի ներծծումը էլի դանդաղեցնում է։ Իսկ արդյոք կհամաձայնեք այն գաղափարի հետ, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետը դառնալի հիվանդություն է։ Կարելի է թե չէ։ Ես կարող եմ այսպես ասել, որ շաքարային դիաբետ տիպ 2-ը քրոնիկ հիվանդություն է, որի հետ ուղղակի պետք է սովորել ապրել։ Դա դառնում է ապրելակերպ, կենսակերպ, եթե դու դա վերահսկում ես։ Եվ իհարկե բժիշկ մասնագետի հետ ես վերահսկում։ Դա շատ կարևոր է կապը անմիջական անընդհատ բժշկի հետ, որպեսզի կարողանանք շաքարի մակարդակը միշտ ճիշտ պահպանել, անոթները եւ նյարդերը խնայել, որովհետեւ առաջին հայացքից անմեղ հիվանդություն է թվում շաքարային դիաբետը, որտեղ ցավեր չի առաջացնում եւ այլն, այո, բայց ժամանակի հետ այն շատ նենք հիվանդություն է, շատ վատ հիվանդություն է, շատ դաժան հիվանդություն։ Անոթները, նյարդերը, աչքերը, այո, պետք է եթե չենք կառավարում։ Պետք է կառավարել ու չթողնել, որ կոպիտ ասած ոգևորվի այդ հիվանդությունը ու ձեր ամբողջ օրգանիզմը քայքայի։ Բայց դառնալի չէ, բժիշկ։ Ցավոք սրտի դառնալի չէ, բայց վերահսկելի է, իսկ մենք այսօր պատրաստեցինք նանջան ինչ ունենք, այսպեսի հրաշալի բայց գեղեցիկ աղցան։ Ահա, պարզ գեղեցիկ եւ ամենակարևորը ես վստահ եմ համեղ աղցան, վերջում կհամտեսենք, կհասկանանք թե ինչ է իրականում ստացվել, բայց կարծում եմ, որ շատ լավն է լինելու։ Եվ հիշեք ամենակարևորը, որ կյանքը շատ քաղցր բան է, անգամ առանց շաքարի։ Եղիր առողջներ, եթերում մնացեք մեզ հետ։ Ողջույն, այսօր խոսել եմ մարդու մարմնի մի կարևոր հատվածի տորսի մասին, որը որ շատ կարևոր նշանակություն ունի թե ֆիզիկական առողջության տեսանկյունից, թե մարզման ժամանակ։ Այն ներառում է կոնքի հատակի մկանները, դիաֆրագման, որովանի խորալիստ մկանները, որովանի առաջնային պատը, կոնքի հատակի մկանները, մեջքի ստորին հատվածը, այսինքն ընդհանուր միջուկն է դա իրանից ներկայացնում։
Հիմա ցույց կտամ երկու պարզ վարժություն, որի ժամանակ աշխատացնում ենք որովանի խոռոչի խորանից մկանները, տազի մկանները, այսինքն այն մկանախմբերը, որը կայունացնում են մեր կոնքի հատվածը։ Անկախ մեր ապրելակերպից, մեր կենսակերպից կարևոր է հետևել մեր տորսի մկանների ամրությանը, որպեսզի ունենանք վերահսկված շարժում։ Շարունակ նորագույացությունների բուժումը շատ բարդ է։ Բարդ է ինչպես բուժառուի, այնպես էլ նրա շրջապատի, նրա ընտանիքի համար։ Եվ այդ պահին մտածում են հիմնականում կյանքի եւ առողջության պահպանման մասին։ Իսկ առողջության մի մասն էլ իհարկե դա մեր բերանի խոռոչն է։ Մենք այսօր խոսում էինք չարորակ նորագույացություններով բուժում ստացող այն բուժառուների մասին, որոնք պետք է չմոռանան նաեւ իրենց բերանի խոռոչի հիգիենայի մասին։ Պարզ օրենքներ, որոնց պետք է հետևել, որպիսի պահպանել առողջությունը։ Իսկ դա մեր հաղորդման հիմնական նպատակն է, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ եւ պահպանի իր առողջությունը։ Եղիր առողջներ եթերում, կհանդիպենք։